Բարև բոլորին, ես ձեզ միանում եմ խանութից, եթե չեմ սխալում, կամ ռուսականը, կամ մոլդովական։ Եկել ենք մի քանի բան առնենք, որովհետև վաղը չեմ մյուսօրը իմ ամուսնու ծնունդն է։ Արդեն ստեղ շատ համով միս են ծախում, խոզի։ Տենց եկել ենք ու լիքը հայկական ապրանքներ կա, արտֆուդը, ինչ-որ հայկական սոկեր։ Եկեք ձեզ ցույց տամ, թե ինչ ենք առել։ Ստեղ սենց ջեմ է, որ ապրում էի Ռուսաստանում, կերել եմ, շատ համով է։ Սոուսներ, մայոնեզ, ինչ-որ սլիվիչնի չիսնոչնի, այս մեկը պանրային, խտացրած կաթ, նաև սենց խտացրած կաթեր ենք վերցրել, համ էփած, համ սովորական, կարեյսկի սալատ, այս ինչ-որ պրիպրավաներ են, էսի կավկասկայա, էսի հավիկի համար ու լիմոնի կիսլատա, պանիր, տվորակ, ստեղ 3 տեսակի միս է, խոզի, հավի բդիկ ու հավի թև, արդեն ինքը մարինացված է։ Վերցրել եմ Art Food ֆիրմայի խաղոյի թուփ, արախ, հայկական, չէ հայկական չէ, սա ռուսական է, մարինատ, վարունգ ու լոլիկ, իմ սիրելի արևածաղիկը, պանրիկ, սուխարիներ, կապչոննի ձուկ, սուշի համար նորիներ ու հյութերը, բնական, նատախտարի ու կվաս, այսքանը, սա էլ իմ շոպինգը։ Մարզվեցի, հագնվեցի ու հիմա դուրս ենք եկել, որ առնեմ նեխուր, որ վաղվանից, այսօր էլ չեմ խմի, վաղվանից խմեմ իմ նեխուրով կանաչ հյութը։ Այդտենց ես եկել եմ այս բանջարեղենի խանութը, տնեմ նեխուր կա, ոչ, չկա, գոր չկա, չէ։ Ես կարդիգաններ հագնել շատ եմ սիրում ու այստեղինը այնքան շատ եմ հավանել, որ մի քիչ շատ կտենակ իմ հագը, եթե ես մի բանը շատ եմ հավանում, անընդհատ հագնում եմ։ Բոլորին օր երկրորդ ժամը 12-ն է, եկել եմ նեխուր առնեմ, այսօր շուկա կա, եկել եմ նեխուր առնեմ, որ գնամ հյութս սարքեմ խմեմ։ Այսօր շուկայից առել եմ կակտուս, սա կակտուսի միջք է, իր մեջ լիքը կտեր է, բայց այնքան համով է, ինձ դուր է գալի, այսինքն անցած տարի օրինակ որ փորձել էի, ընդհանրապես չէի հավանել։ Հիմա
ուզում եմ ամեն օր ուտեմ։ Այս մեկը չգիտեմ ինչ է, ուղղակի միշտ հետաքրքիր է եղել շուկայում շատ եմ տենում, միշտ ուզում էի փորձեի ու հապալաս։ Այս արդեն կտրած վիճակում է, այս մրգի անունը չերիմոյա է, չերիմոյա։ Իրա կտերը չի կարելի ուտել, թունավոր են, իրա համը նմանացնում են բանանին, անանասին ու մանգոյին։ Իսկ ես էլ կակտուսն եմ կտրտած վիճակում։ Շատ սիրում կա։ Ունեմ Շեյնից փոքրիկ փաթեթ։ Մեծամասամբ Հայկի համար եմ արդեն պատվիրում։ Ամեն բան փոխվեց արագ։ Ստեղ մյուս ամիս արդեն Հայկը կլինի 6 ամսական, ուստեղ հավելել սնունդի համար սպասք եմ պատվիրել, սպասքի հավաքածու մանկական, ունի բաժակ, սենց սուպի պյուրեների աման, ու փայտից է, շատ սիրուն էսթետիկ, գոգնոց, շատ մաչելի էր, պատվիրել եմ այս մեկը, կարող է հիմա սկզբում շատ մեծ լինի իր համար, հետո գեմ կօգտագործեմ արյուծիկով, գլխարկներ 3 զույգ, ես շատ եմ սիրում սենց բաներ, որ դետալներ է լինում երեխայի վրա, ռետուզներ, ես քանի որ ինքս մրսկան եմ, ուզում եմ տաք լինի ու տունը կարամ թողեմ ընդամենը ռետուզով, մանկական, 5 զույգ նասկի, ալբոմ նկարների համար, տպել եմ նկարները արդեն, Mom, Dad and Baby, ու վերջինը Kindle-իս համար չխոլ, ես այդ Kindle-ն է ուզում էի ձեզ պատմի, ինքը մնեք, ես ինձ, ոպս, ոնց որ հարմար չի, ես միանում եմ, ես արդեն գիրքը կարդում եմ, հասել եմ 175 էջին, մարտի իդեն, շատ երկար է պահպանում մարդկոցը, գիշերն եմ կարդում, աչքերս չի ցավում, սենց տարբերակով, մի րոպե, ես ոնց եմ գնում, դուք ստեղ կարաք գրքեր առնեք, ինքը գրադարան ունի, գրքերը առնում եք ու նաև Տելեգրամի ալիքներից կարաք նաև ներբեռնեք։ Շատ հարմար է կարդալու համար, դրսում, ես միշտ փոքր պայուսակ եմ նախընտրում վերցնեմ ու միշտ գիրքը հետը ստանում եմ, դրսում եմ կարդում այգիում, ասենց ինչ-որ սիրում փայլում, չխո, այսքանը, էսի շատ հավանեցի, սիրուն է, ասենց տակնա ռեզինները։ Հայկի համար առաջի անգամ գազար եմ շոքեխաշում, հենց այս նույն սարքով է, համ շոքեխաշելու եմ, համ բլենդեր անեմ, ինքը ոնց որ երկուսը մեկում է, այսինքն նաև երրորդը, որ սառեցրած ուտելիքը կարա միանգամից հալեցնի, շատ լավն է, ջուրը ստեղից լցնում են, մի օր կբացեմ ցույց կտամ ու ինքը գոլորշիով շոքեխաշում է, հետո ինքը էլ չեմ առանձնացնելու հանեմ միանգամից ներսում բլենդեր անելու։ Ունայք ես տարբերակով ինքը բլենդեր գույնի մնացորդներն լցրեցի դրա համար, ստեղ մալինել կոնֆիտյուրը լցրել եմ ջեմը,
այսինքն սառեցրած մալինա, շաքար ու կրախմալ, իսկ այս կրեմ չիզ կրեմն է։ Շատ լավ նուրբ կրեմ է։ Իսկ ձևավորելու համար հապալաս ու մալինա։ Պատրաստել եմ, շատ է լավ ստացվել, սիրուն է, քյութի է, ամուսինս էլ շատ հավանեց, հուսամ համնել լավ կլինի, կրասնի բարխտ է, բայց մի քիչ մուկ է ստացվել, ոչինչ, թող լինի մի քիչ չորնի բարխտ, սիրուն է քյութիկ տորտ ու հեշտ էր, դժվար չէր, բաղադրատոմսը կգրեմ դուք էլ սարքեք։ Այս վիդեոյի մեջ իմ դեմքը շատ քիչ է երևում, որովհետև ամբողջ օրը տան մեջ եմ ու տեսքս համապատասխան չի շատ վիդեոյում երևալու։ Հիմա արդեն մազերս ուղղացրել եմ, ինչ կան երկարել, ժուլիեն եմ սարքել, չեմ նկարել, արագ հեշտ, սունկ, հավ, սերուցք։ Հիմա պետք է մի հատ տները արագ հավաքեմ, հայկին քնացնեմ, այս 4 ժամը քնում է ու էլ ինչ պետք է անեմ, աղցան սարքեմ, մնացածը կիսուրս անելու, ինքը աղցաններ կսարքի կբերի, ես տեն շատ բան չունեմ անելու ու պետք է խորոված անեն, այսինքն տենց շատ բան չունեմ անելու, դրա համար հիմա արագ մի հատ դասավորեմ, պիլասոս անեմ, հետո գնամ, չգիտեմ սալատը սարքեմ հիմա թե չէ, ժամը 3-ն է, ժամը 3-ն է, մոտավոր 6-ին են գալու, երևի թե հիմա շուտ կլինի անելը, այդպես, տենց բաներ, Ժուլիանը մնում է դնել դուխովկա, որ պանիրը կարմրի։ Ու Հայկը իր առաջին շոքեխաշած գազարը շատ մեծ սիրով կերավ, երևի 3 թալ եմ տվել, շատ ցենց հավեսով կերավ, լավ է, ոյ։ Ես մոռացել էի, որ մի անգամ ավոկադո եմ տվել։ Տորթը շատ լավն էր, թեթև էր, կրեմը, ես կրեմ չիզը շատ եմ սիրում, իրականում կարակ խտացրած կատ այդ կրեմը իմ համար մի քիչ ծանր է, իսկ ես մեկը սենց թեթև նուրբ կրեմ է, ես երեք ստացա ծաղիկներ, շատ լավ անցավ, ամեն ինչ շատ հավես էր, այսօր լավ եղանակ է, չնայած առավոտը ինքան անձրև է եկել, լվացք եմ արդեն արել, այս հյուրասենյակն եմ պիլասոս արել, դասավորել, իսկ խոհանոցի մասին ուղղակի պիտի լռեմ, ահա որ վիճակում է, բայց հեսա Հայկը կքնի, էդի արագ կանեմ, չնայած չունեմ ինչ-որ շտապելու տեղ, կարամ հանգիստ անեմ, շատ շնորհակալություն, որ նայում եք, լայքում եք, ես չէի սպասում, որ կարա իմ վիդեոն ասենք հավաքի 3000 դիտում, լայքեր, լիքը մեկնաբանություններ, անծանոթ մարդկանցից ու ինչ-որ դրական արդյունք ստացա, էդի այնքան սենց գոհացնող է, որ ինչ-որ բանով եմ զբաղվում, որը ինձ տալիս է լիքը դրական էմոցիաներ։ Շատ շնորհակալություն, որ նայում եք մինչև վերջ։
իմ վիդեոները, կաշխատեմ ավելի շատ նկարել, ավելի երկար նկարել, բողոքներ եմ ստանում, որ կարճ եմ նկարում, բայց լինում է օրինակ 30 րոպեանոց վլոգ եմ նկարում ու կտրում եմ այնքան, որ սարքում եմ 10 րոպեանոց, ուղղակի շատ բաներ չեմ հավանում, դրա համար տենց ջնջում եմ, տենց այսքանով ասեմ ձեզ բարի դիտում, այսինքն դիտել վերջացրել եք, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ վիդեոյում։